Բարև ձեզ, բարի երեկո։ Շարունակում ենք մեր լայվերի շարքը, այսօր եթե չեմ սխալվում, թող արդեն 8-րդն է։ Իրականում բավական արագ է անցնում, ունենց լավ հետաքրքիր հյուրեր ենք ունեցել, թեմաներ ենք ունեցել։ Այսօր ուզում ենք խոսալ մի հատ, այսպես կարելի ասել, բավական ակտուալ թեմայից, չակերտեմ ակտուալ է, բայց այդ իրականության մեջ ենք։ Խոսքը գնում է դավաճանության մասին, քանի որ հիմա այս թեման հայ իրականության մեջ շատ է քննարկվում, որովհետեւ մենք հասկանանք ինչ է դավաճանությունը, ինչ մոտիվներով է դա տեղի ունենում, ովքեր են դավաճանները, ու բնականաբար քանի որ մեր այսպես ասած զրույցները միշտ ընթանում են գրականության շուրջ, փորձեցինք հասկանալ, թե գրականության մեջ այդ թեմայով ինչ կա։ Դեպքերը իրադարձությունները շատ են, անհատները շատ են, բայց բնականաբար այսպես հաշվառով նաև որ այս դավաճանությունից եկեղեցու շուրջ են տեղ ունենում, բնականաբար պետք է խոսենք հենց թիվ 1 կարելի ասել դավաճանից, Հուդայի մասին խոսանք, ու իր այդ դավաճանության փաստի վերաբերյալ։ Բնականաբար բոլոր մարդիկ ովքեր կարդացել են Աստվածաշունչը կամ ինչ-որ չափով տեղյակ են, գիտեն դա ոնց է եղել, որ Հուդան Հիսուսի 12 աշակերտներից մեկը 30 արծաթի դիմաց համբուրեց դրան եւ այդպեսով հանձնեց հռոմեացի իրավապահներին, եթե բնական այդպես ասենք, իշխանություններին։ Բայց այդ դրվագը նոր կտակարանում տեղ գտած տարբեր հեղինակների կողմից մեկնաբանվել է տարբեր կերպ ու երևի առանձնացրեցինք 3 կամ 4 հեղինակի Ամոս Օզը ինձ թվում է առաջինն է, Անդրեև, Բորխես, Սարամագո, Բուլգակով ասել, Ես առաջարկում սկսել Ամոս Օզից, որովհետև Ամոս Օզի մեկնաբանությունը ինձ բավական հետաքրքիր թվաց, ինքը լինելով հրեա ու մեղվելով այն փաստից, որ այսպես ասած ողջ քրիստոնեական աշխարհը հրեաներին է մեղադրում, Հիսուսի խաչելության համար, դավաճանության համար եւ այլն։ Փորձեց բերել իր այսպես ասած իր տեսլականը, իր այդ իրադարձության շուրջ իր մեկնաբանությունները, ինչը ասում Ամոս Օզը իր Հուդա գրքում։ Նախ ինքը սկսում է այնտեղից, որ ոչ թե սկսում են ընդհանուր այսպես ավարտելն է, որ ի տարբերություն Հիսուսի մյուս աշակերտների, Հուդան չի եղել ձկնորս կամ հովիվ կամ հողագործ, այսինքն եղել է համեմատաբար բավական ունևոր ընտանիքից։ Հետո իրականացել է արխիվների ուսումնասիրությունը, պարզել է, որ 530 արծաթը այն ժամանակ հավասարվել է մոտ 500 եվրոյի։ Այսինքն ինքը այստեղ արդեն տեսել են ինչ-որ մոտիվացիայի խնդիր, որովհետև եթե հարուստ ընտանիքից մարդ ասել են դժվար 500 եվրոյով դավաճանել իր ուսուցչին, Աստծուն, ճիշտ է, մենք այսօր լսում ենք այլ թվեր, օրինակ 5 միլիոնի մասին է խոսում հայ իրականության մեջ։ Ի վերջո ողջ գրքի իմաստը այն է, այսպես ասած այդ քննարկում այդ խոհափիլիսոփական մտորները Ամոս Օզին բերում են այն կետին, որ Հուդան դավաճանել է ոչ թե գումարի դիմաց, այլ ինքը ուղղակի եղել է ֆանատիկ։ Այսինքն ինքը կուրորեն հավատացել է Հիսուսի աստվածային էությանը, ինքը գուցե ինչ-որտեղ եղել է գտնվել է անհամբերատար եւ համարել է, որ հենց Հիսուսին խաչ բարձրացնեն ու այդ վերջին պահին Հիսուսի այդ խաչից դուրս գա կամ Աստված ինչ-որ մի կերպ օգնի նրան կամ ինչ-որ մի կերպ երևա Հիսուսի աստվածային էությունը ու նաև մարդիկ տեսնելով այդ ամեն ինչը իրենք հավատան։ Այո, կտեսնեն, որ Հիսուսը իրոք Աստված է, այլևս ապացուցման ենթակա դա չի լինի։ Ինչով է սա տրամաբանական օրինակ իմ համար, որովհետև հենց Հիսուսի խաչելության հաջորդ օրը ինքը գնում եւ կախվում է։ Տրամաբանական չի, մարդը չի վայելում, 30 արծաթ չի առնում, բանջարներ չի անում, այսինքն ինքը օֆշորներում հաշիվներ չի բացում, ինքը կախվում է հաջորդ օրը։ Այո, ու այստեղ արդեն տրամաբանական չի 30 արծաթի դիմաց, կապ չունի դա 500 եվրո էր, թե 5000 եվրո էր, թե 5 միլիոն դրամ էր կամ եվրո էր, դավաճանած մարդը հաջորդ օրը գնում կախվում է, որոշակի ինչ-որ տարակուսանք առաջացնում, արդյոք ճիշտ են իր մոտիվները նկարագրված։ Արի մի հատ հետ գնանք, այսինքն դավաճանություն ասվածը ինքը շատ լայն է, խոսքը գնում է, օրինակ հիմա եթե մենք վերցնենք պատմության ամենահայտնի դավաճանությունը, ճիշտ է, Հուդայի դավաճանությունը, բայց դրանից առաջ էր նույն Բրուտոսի դավաճանություններ, եթե վերցնում ենք նույն ձևի ամբողջ Շեքսպիրի գրականությունը, կին տղամարդու դավաճանությունը, բայց մենք դրան չենք անդրադառնում, հենց հոգևոր դավաճանության փաստին ենք, թե մարդը ինչի է սկզբունքներին, Աստծուն, գաղափարներին դավաճանում, այսինքն դեմ գնում։
ու կուզեմ ընդհանուր այսինքն մոտիվացիաների մասին մի հատ ասես նույն Բորխեսի ինքը ոնց է ներկայացնում այսինքն հիմնական պայմանները որոնք են որոնք են այդ դավաճանության 3 կամ 4 մոտիվները այսինքն իրականում Բորխեսը 3 այսպես ասած հիմնական ինքը տարբերակ է ուղղակի առաջարկում Բորխեսը որովհետև չի պնդում որ վստահաբար սենց է եղել կամ Ամոսոզի պես չի փորձում իր արդարացումներ գտնել լինելով հրեհասակը Ամոսոզի դեպքում Ամոսոզի մոտիվները ավելի բարձր են ասենք հասկանալի են ինքը դա չի թաքցնում այս հաշվով ինչ ասում Բորխեսը տեսնում է 3 տարբերակ դրանցից առաջինը այսպես ասած գիտակցված զոհի գիտակցված այդ հարվածը սեփական անձի վրա վերցնելու քայլն է այսինքն Հուդան ինքը նույն ձևի Ամոսոզի հետ է որ այսինքն ինքնազոհությամբ ինչ որ բան ապացուցել նու ըստեղ մի փոքր ուրիշ Ամոսոզ եթե փորձում է Հուդային արդարացնի որպես ֆանատիկ Բորխեսն ինչ ասում Բորխեսն ասում է կոպիտ ասած Հուդան գիտեր կամ ենթադրում էր կամ Աստված գուցե իր առաջ հայտնվել է ասելա կամ Հիսուսն ասել ոնց որ սա եղել է ընդհանուր պլան որտեղ մեկը պետք է իր վրա վերցնի հարվածը մյուսի այդ աստվածային էությունը բացահայտելու նպատակով ապացուցելու ավելի երկրորդը այնա որ մինչև երկրորդը կարելի ավելի շատ երևի հենց Ամոսոզի հետ համատել որ Հուդան դա համարել է իր սուրբ առաքելությունը այսինքն ինքը իր վրա վերցրել է որ կոպիտ ասած ես դա պետք է անեմ դա իմ կյանքի նպատակը Հիսուսին խաչի հանելն է որովհետև այդ որովհետևների շարքը արդեն ավելի շատ ներքին է իրան ու երրորդը էլի որոշակի ինչ որ դες ներքին կոնֆլիկտի արդյունք է Հուդայի քայլը, սա բնականաբար ասենք մեզ երևի անաֆեմայի կդ բանան են դատապարտել սրանց հետո, բայց իրականում սա Բորխեսի խոսքերն են, որ գիտակցված, այսպես ասած, խաչին հանել կամ դավաճանել մի մարդու կամ սպանել մի մարդու ու ամենաշատն է սիրում։ Սա կարելի է անվանել սիրո բարձրագույն դրսևորում։ Ինքը այսինքն ինքնազոհաբեր, այսինքն եթե իմը պետք է ամբողջությամբ չլինես ավելավա որևէ մեկին չլինես։ Իրականում այստեղ կարելի է նույն զուգահեռները տանել Աբրահամի հետ, ոնց Աստված ասում էր քո հավատարմությունը ապացուցելու համար քո որդուն զոհաբերի ինձ։ Մոտավորապես լինում, բայց եկե ոչ հայր որդել գաղափարական ընկերներ, դաշնակիցներ, սիրելիների տեսանկյունից Հուդան ստանձնում է այդ նույն դերը, որ ինքը պետքա դառնա այդ կայծը, այդ հրձիքը, որպեսզի տեղի ունենա, այսպես ասած Հիսուսի աստվածացումը։ Հիմա դու շատ բարձրից վերցրեցիր, շատ բարձր, այսինքն մարդը ինքնազոհություն, բայց եթե մենք ավելի իրականությանը մոտ գնանք, այսինքն շատ մերկանտիլ պատճառներով են մարդիկ դավաճանում, մենք շատ վեհից, բայց ավելի լավ է տենց վեհ բանից ավելի առարկայական բանին, եթե նույն նախանձին վերցնենք, նախանձի նույն հիմա եթե ասում են այսինքն գրականություն էլ է ստեղծել հնարավոր է գրականության ստեղծած որոշակի գեղարվեստական բան է վեհացրել այդ դավաճանությունը բայց իրականում այդքան էլ վեհացման խնդիր չկա որովհետև եթե վերցնում ենք Սալիերին եւ Մոցարտը ինքը էլի գրականության վեհացած բան է ինչ երկու նույն մասնագիտության մարդիկ իրար նախանձել են բայց որը որ գարականության համար շատ հարմար թեմա է վեհացնելու։ Ես մի հատ բանից թեմայից դուրս վերադառնանք բանան Շեկոյան Արմենի հիշենք էլի գրականության ինքը որ տարբեր մարդիկ տարբեր պիտակներ են կապցնում Վազգեն Սարգսյանին ասում էին ինքը դավաճանեց գաղափարների ընկերների բանը ինքը ասում էր որևէ դավաճանություն չկա ինքը ուղղակի Վանոնի ամբողջ կյանքում իրենից ավելի լավ է գրել ու ինքը պարզ ինքը այդ գրական հարցակցության մեջ է ինքը ուզեցել է մի բանում ավելի ապացուցի դա տեղափոխել է քաղաքականության մեջ այսինքն ոչ մի տենց բարձր տենց գաղափարական գիտակցական բան չկա պարզ ինքը ուղղակի որ տեսնում էր որ միշտ լավ է գրել ինքը չի կարողանում նույն ձևի կարող է Սալիերի տարբերակում են ինքը որ տեսել է որ Մոցարտ գոյություն ունի ինքը փորձել է այսինքն բայց դա գերարվեստորեն է ձևակերպված այսինքն սիրունա մենք միշտ այդ մանր հարցերը փորձում ենք ավելի բարձր դարձնենք, որ մեր համար ավելի հեշտ ընդունել լինի, որովհետև մեզ
համար շատ դժվար է որ ասել արա գիտես ինչ կա այս մարդը ուղղակի ինքը անբարոյական էր ինքը իր ընկերոջը ուղղակի այլընտրանք եղավ դավաճանելու կամ թեթև վախ եղավ ու ինքը դավաճանեց ու ես վերադառնալով ընկերության կամ բանի գաղափարների դավաճանում եթե մենք խոսենք նույն մեր մասին մի քիչ վայրի վերումները շատ կլինի բայց զգացմունքները չի բացի ես վստահ եմ այսօր շատ հետաքրքիր թեմա է նույն ձևի նույն Բակունցի Չարենցի հետ կապված որ ասում են դավաճանեց իր ընկերոջը եւ գրեց արդյոք հիմա այսօրվա դրությամբ Հայաստանում այն պայմաններն է ստեղծված որ այսինքն գնդակարության վախ կա որ մարդիկ մեկը մյուսին ընկեր դավաճանում են այն ժամանակ Բակունցի բայց ամենամեծությունը Չարենցին նա էր որ ինքը հասկացավ այդ ամեն ինչ ու ինքը ձեռք մեկնեց իր ընկերոջը եւ իմ ընկերն է իր բանաստեղծի եւ դու պոետ ես ես կոնկերն եմ բանաստեղծ այսինքն մենք ենք վեհացնում դա իսկ հնարավոր է այնքան է ցածրացել այդ ամեն ինչը այդ շրիշակից այնքան է ներքևի չէ որ մարդիկ չդավաճանելա հասցվել է հերոսության այսինքն Հայաստանում հիմա մարդիկ ինչ որ գաղափարի կամ իրանց սկզբունքների կամ մի բան բարձրաձայնել է ինքը համարվում է հերոսության իսկ արդյոք մենք ուզում ենք մի երկրում ապրենք որտեղ որ ուղղակի չդավաճանել է դա արդեն հերոսություն է ես չեմ ասում որ սրիկա չլինելը արդեն հերոսության աշնան է այս պլանկեն այնքան է որ սրիկա չլինելը արդեն ոչ թե նորմա է այլ հա դա ինչ որ հերոսություն է գովելի արարք է այսինքն ու ասում են որ մարդը կարող է դավաճանել չդավաճանել կարող է դավաճանել չդավաճանել իր հայրենիքը բայց օրինակ լավ եթե գիշեր արի բանը փորձենք այտենց վերացարկվել պատկերացնում ես մի օր օրինակ էլի լուրերով գրեն ասեն X հայ զինվորը կարող էր Ադրբեջանին վաճառել իր չգիտեմ խրամատիզի տեխնիկայի դիրքի մասնագիտություն բայց չվաճառեց $5,000 10,000 500,000 չգիտեմ ու դա գովելի լինի դե հիմա եթե գովելի է այն փաստը որ մարդը ասում էր դասալեկություն արել մարդը ասում են բան գլխի ճարը տեսավ կամ նույն ձևի ինքը չպայքարեց, չհեռացավ իր ընկերոջը, ինքը գլուխը պահեց, ինքը դրսում է հիմա ազատ է, պատտվում է, իսկ այն մարդիկ որ զոհվեցին, այսինքն մարդը արդարացվում է, դա էլ է հասարակության կողմից արդարացվում է։ Իմիջիալով նույն ասենք 16 թվականին մենք գովում էինք հենց Ռոբերտ Աբաջանին էին գովում։ Ճիշտ է, հերոսացվում է Ռոբերտ Աբաջանի կերպարը, որ ասենք մենակ մնացել էր, դիրքը միջևս չհանձնեց, գրանատը քաշեց, ինքը մի քան ուկտավ։ Լավ, ինչ կատարվեց մեր հետ, որ հիմա այսօր գերին կնելն է հերոսացվում չդավաճանելը արդեն ինքնին հերոսական քայլ է։ Հա, մենք փաստում ենք, որ պլանկեն իջել է, պլանկեն ընկել է ու ցավոք ինձ թվում է, որ դա շարունակում է ընկնել։ Ու հետաքրքիր է, գիտես, որ նա ամեն ինչից մի կողմ, այսինքն ճիշտ է, չկա, սխալ է։ Միշտ որ ցանկացած ժամանակ ինչ որ եւ բոլոր հասկացությունների մեջ կար եւ գրականության մեջ կար եւ այսպես ասենք ոստիկանության մեջ ուժայիններում կար եւ քրեական ենթամշակույթի մեջ կար որ նեղության մեջ մարդուն դու իրավունք չունես բանանալու վիրավորելու կամ գցելու կամ քննադատելու նեղության մեջ մարդուն բայց Հիմա որ տեսնում ենք, այսինքն մարդիկ, որոնք որ իրականում նեղության մեջ են, այսինքն բայց այսինքն բանտերում են կամ դրսում են, կապ չունի դու համաձայն ես թե համաձայն չես։ Այսինքն այն մարդիկ որ հաց են կիսել հետները, այդ մարդկանց հետ իրանք իրավունք են վերապահում, այդ մարդկանց մասին էլի ինչ որ բաներ ասել, այսինքն նույն ձևի նեղության մեջ այսինքն շատ բան իջացրեցինք պլակի մի փոքր բարձրացնենք որ ավելի մենք սկսել էինք այսպես շատ վեր գաղափարից եկանք իրական առանց պայմանավորելու բայց մենք էլ եկանք մեզ էլ քաշեց այս ամեն ինչը լավ արի դեպքում շարունակենք մի հատ հետաքրքիր մտքով մենք սա ժամանակին քննարկել ենք տես որ դա ասում ես այդ նեղության մեջ եղած մարդուն չպետքա
հավելյալ խփեն։ Իսկ նաև պետք է օգնեն։ Օրինակ քո գաղափարներից մեկը այն էր, որ ցանկացած քաղբանտարկյալ կամ կարող խաղ բանտարկյալ չնես, ցանկացած իշխանության դեմ պայքարի արդյունքում ինչ-որ ռեպրեսիաների, դա կլինի կալանավորում, դա կլինի ազատությունից զրկում, կլինի տնային կալան, կլինի չգիտեմ աշխատանքից ազատում, այդ մարդկանց պետքա առնվազն, ասենք, ես կդրեք համաձայն եմ, որ ընդդիմությունը տրամադրի իրավաբանական աջակցություն։ Անվճար։ Բոլորին։ Որովհետև նաև օգնություն։ Ես հետ եմ շարունակի, որ նաև ընտանիքներին օգնություն է, որովհետև տես օրինակ երեք Արցախի նվիրված միջոցառում էր, ես մասնակցում էի, երկու նյուանս նկատեցի, նախ առաջինը, որ մոտ 90% պլյուս, գուցե 90% պլյուս դուն արցախցիներն էին, այսինքն ցավով եմ նշում, այդ հայ իրականության մեջ այդ թեման ոնց որ կորցնում է իր արդիականությունը։ Ու երկրորդը, որ էլի քննարկման արդյունքում ենք, որ այդ ինչու այդ մարդիկ օրինակ պայքարի դուրս չեն գալիս, չէ՞։ Սա գալիս է հենց այդ մեր նշած նախորդ թեզից, այսինքն պետք է իրենց քաշի մեջ մտնել, ոնց դու ճիշտ նկատեցիր, մարդիկ չունեն բնական անձկվել են իրաց տներից, հիմա մեծ մասը արդյունքում ու այդ օրվա, այսինքն աշխատածը ինքը պետք է ընտանիքի տան, ասենք հայրը, ամուսինը 1 ամիս չաշխատի, թե տանվարձ, թե սնունդ, ուտելիք եւ այլն, այդ հարցերի խնդրի առաջ են կանգնում։ Հետևաբար իրանք պատրաստ չեն երկարաժամկետ պայքարի։ Ոստեղ արդեն մեղադրանքը ոչ թե այնն է, որ իրանք գաղափարապես պատրաստ չեն, այլ այդ մարդիկ իրոք ունեն օրվա հացի խնդիր։ Ու ինչքանով է, ճիշտ ու սխալ է հաշի իրականում, բայց գուցե ընդդիմությունը դիտարկի այդ մարդկանց երկարաժամ, այսինքն լավ, արի հարցի սրան, եթե մարդան ոչ միայն մարդն է կավանում դավաճանը, նաև հասարակությունն է դավաճանում իր կողմից խոցելի խավերին։ Այսինքն որ վատ վիճակում հայտնված մարդկանց։ Ու նաև վերադառնանք նրան, որ արդյոք ուրացումը նույն դավաճանությանը համահավասար մեղք չի, ու բայց ինչի մի դեպքում վերադառնալով Հուդան ինքը անիծվեց եկեղեցու կողմից, իսկ Պետրոսը ինքը սեփադասվեց։ Այսինքն հիմա մենք էլ Պետրոս անունով մարդիկ գիտենք, որոնք իրանք կարող են ուզում են սեփադասվել, որոնք ուրանում են տարբեր մարդկանց, բայց հիմա Հուդան ինչով է տարբերում, այսինքն նույն ձևի ինչի է, եթե վերադառնանք Բուլգակովին, նույն Պիղատոսը, որը որ ձեռքերը լվաց ու հասարակության կյանքում որևէ գործողություն չկատարեց, իսկ այն մարդը, որ կոնկրետ գործողություն է կատարել, ինքը դավաճանել է, ինքը անեցքի իր վրա վերցրել։ Նույնիսկ այդ հետաքրքիր մոտեցումը, տես, Հուդան դավաճանեց, ակտիվ քայլարեց, ինքը անիծվեց։ Պետրոսը ուրացավ, հետո զղջաց, չնայած Հուդան էլի վերջո զղջաց, սրբադասվեց, իսկ Պիղատոս Պոնտացուն մեծ հաշվով ոչ, այսինքն նա թողեցին մեջտեղում։ Բայց երևի թե այս 3-ից արի շատ հետաքրքիր մոտ դիրքորոշում, այսինքն մեր հասարակության մեջ ցանկացած անձ կարա որոշեք հարցուց այդ 3 դիրքորոշում ունենա։ 3 կամ ուղիղ դավաճանում է, կամ ուրանում է, կամ թեմայից դուրս է, ձերքեր լվանում է։ Բայց այստեղ օրինակ եթե անդրադառնանք Պիղատոս Պոնտացու անձին, ինքը այդ 3-ից թերևս ամենաշատ լծակներ ունեցողն էր։ Հիմա ու ես այդ գաղափարի կողմնակիցն եմ, որ ինչքան մարդու հնարավորություններ շատ են, դա կարելի ֆինանսական, չգիտեմ, պետական կառավարման ոլորտում կարելի ինչ-որ կապերի տեսքով հնարավորություններ, անկախ ցանկացած ձևի ֆինանսական, նյութական եւ ոչ նյութական հնարավորություններ ինչքան շատ են, այդ մարդը շատ պատասխանատվություն պետք է վերցնի։ Հիմա Պիղատոս Պոնտացին ուներ հնարավորություն, բայց ինքը խուսափեց դրանից։ Եթե մենք սա պրոյեկտում ենք գալիս ենք մեր իրականության մեջ, այո, մեր իրականությունում շատերը ունեն այդ հնարավորությունը, բայց նախընտրում են ձեռքեր լվանել։ Անգամ եթե չուրանալ, անգամ եթե դա ուրացում չանվանենք, մի քիչ փորձենք մեղադրանքի, այսինքն 3 դասակարգի ամենաբարձրը դավաճանությունը, հետո գալիս է ուրացումը, հետո ձեռքը լվալը։ Հա, հետո այդ կարելի ասել շուտ հանցավոր անտարբերությունը, հանցավոր անգործությունը։ Կամ տենց այսինքն առնվազն լավ, չդավաճանել չենք պահանջում բնականաբար, չուրանալ չենք պահանջում, բայց գոնե հանցավոր անտարբերություն չդրսևորել, հասարակությունը պետք է պահանջի այն մարդկանցից, ովքեր ա ունեն հնարավորություն, բ տալիս են խոստումներ կամ ներկայանում են որպես անվանենք ազգի փրկիչներ, անվանենք ոնց ուզում ես։ Այսինքն ցանկացած մարդով հայտ է ներկայացնում, ինքը առաջին պետք է հասկանա, արդյոք ինքը պատրաստ է վերցնել պատասխանատվություն ու ոչ միայն պատասխանատվությունը իշխանություն ստանձնելուց հետո, այլ նաև այսօրվա հնարավորությունների չափով։ Ու էլի, համ գնում ենք, համ գալիս ենք։ Բայց նույն պայմանական ընդդիմությունը կարող մեղադրի, ասի մարդիկ ապաթիայի մեջ են,
Մարդիկ անտարբեր են, մարդիկ չեն ուզում դուրս գան քաղաքական պայքարի, բայց դուք ունեք 100,000 արցախցի, շատ որոշակի բացառություններով, բայց 99.9%-ը իրաց չի ընդունում այս իրականությունը, համաձայն չի եւ պատրաստ է պայքարի մեծ հաշվով ինչ որ փոփոխությունների թեկուզ աննշան տեսլական։ Մենք ենք որպես հասարակություն այդ մարդկանց դավաճանը, ոչ թե այդ մարդիկ են մոռացել իրենց երկիրը, երեք որ ներկայիս գտնվել, այսինքն քո զգացողությունը այդ ա եղել, որ ոչ թե մենք ենք մենակ թողել այդ մարդկանց։ Հա, միանշանակ։ Էլի դավաճանել բառը չեմ ուզում, բայց ինչ որ մի բան ուրացման եւ հանցավոր անգործության այդ ձեռքերը լվանալու մեջտեղ։ Այսինքն հասարակությունը այնքանով է բարձր ու արժեքավոր հասարակություն, երբ որ ինքը իր մեջ ապրոմակցում այդ հասկացողությունը կա։ Ինքը դիմացինի ցավը կարողանում է ապրել։ Ինքը կապ չունի թե դիմացինը ինչ վիճակում է հայտնվել։ Ինքը կարողանում է հասկանալ այդ դիմացինի ցավը։ Եթե դիմացինի ցավը չի հասկանում, ինքը արդեն դրանից արդեն հետո քայլել ավելի հեշտ են արվում։ Այսինքն այդ նույն ուրանալը, նույն հաջորդ փառք, որ մենք այսօր Ստալինյան ժամանակներում չենք ապրում ու իրականում մենք այդ բոլորին այն պատասխանատվությունը որ դուք կրելու ես անհամատելի շատ քիչ է կարող է եթե մի քիչ էլի պրոյեկտն որ տենց սկսեցիր ասում էի բանա այն ժամանակվա 30 արծաթը այսօրվա 500 եվրոն է բայց եթե քեզ ուզում եմ քանա բան անեմ այդ դիսկուսիա սկսեմ իսկ արդյոք 37 թվի գնդակարությունը հավասարազոր չի այսօրվա ենթադրենք գործից ազատվել մարդը գործից ազատվեց ինքը երեխեքին չի կարող պահի ինքը իր երեխեքի հանդեպ մեղավորացնում սա կեղծ թեզա թույլ տուր ասեմ շատ լավ թեզա բազմաթիվ մարդիկ ասում են որ օրինակ ինձ գործից կհանեն կամ չգիտեմ արդեն ինչ որ X հիմնարկից հեռացան ես ուրիշ տեղ ման գալիս լինելով մարդով դրա մեջով անցել է բայց շատ չբանանանք Ինչն է այդ մարդկանց խանգարում գնալ եւ զբաղվել մեկ այլ աշխատանքով։ Օրինակ, եթե դու բժիշկ ես, լավ, բժշկական հիմնարկները պայմանական բոլորը պետական հսկողության տակ են կամ դու պետական աշխատող ես։ Ցանկացած այդ, այսպես ասած, հակաիշխանական, եթե ելույթի, տեքստի չհամաձայնության դեպքում դու կանգնած ես ռիսկի տակ որ կզրկվես աշխատանքից, ի՞նչն է քեզ խանգարում զբաղվել մեկ այլ աշխատանքով։ Տաքսի քշելով, ես ասում եմ այն աշխատանքները, որտեղ բարձրագույն կրթություն պետք չի, ինչ որ հատուկ կվալիֆիկացիա կուրսեր անցնել պետք չի։ Տաքսի քշել, չգիտեմ, բանվորություն, ցանկացած կարելի է ինչ որ նստել մտածել, գտնել այդ մարդկանց համար աշխատանք։ Բայց սա իմ խորին համոզմամբ ընդհանրապես խապկանք է, արդարացման, այո, բայց այդտեղ մի հատ նյուանս կա, այդ մարդիկ արդարանում են մեր առաջ գիտակցելով, որ դա սուտ է, թե առաջնորդին իրենք իրենց են համոզում։ Դες ծոմա իրանք իրանք համոզելու խնդիրներ կա այդ առաջի քայլը որ սահմանացնելու որ ես արդյոք կարող եմ այդ իրականում վախենալու քայլ է այդ որ մարդը ինչ որ ձևով պաշտպանված է իր աշխատանքով կոմֆորտ զոնայի մեջ է իր աշխատավարձը ստանալու իր կարգավիճակը ինչ որ բոլորը գործարած գործարար չեն ինքը վախ ունի նաև բանի համար ապագայի օրինակ եթե վերցնում ենք արևմտյան հասարակության մեջ իրանք քանի որ մեծ մինչև որևէ բանի հասնեն իրանք պետքա պայքարով հասնեն սարսափելի մեծ պայքարով իրանց համար կարողանում են իրանք ավելի կողմնորոշվել ավելի արագ դե այստեղ դու արևմտյան հասարակության մեջ ասենք 2008 թվականի ֆինանսական ճգնաժամ բազմաթիվ ինքնասպանությունների մեր հատկապես հենց այդ white collar այսպես ասած այդ ֆինանսական աշխարհի մարդկանց ովքեր հայտնվեցին մեծ պարտքի տակ բայց լավ արի վերադառնանք դա ռիսկ է դա վտանգ է, դա դժվար քայլ է, դա վախենալու է, բայց կներես, նախ ոչ մեկ չի երաշխավորել, որ այս կյանքը հեշտ է լինելու։ Երկրորդը, գուցե պետք է գնալ ռիսկին, որ հասկանաս ինչ արժես դու։ Ես քեզ ուրիշ երրորդը, բայց երրորդը նաև կարող է շարունակել բույսի կյանքով ապրել։ Նաև չդավաճանել, այսինքն հայրենիքը, եթե հիմա զոհասեղանին հայրենիքի փրկությունն է, ու եթե տեսնում ես հայրենիքի հանդեպ դավաճանական քայլ անում, դրա չբարձրացնելը հավասարազոր դավաճանության, հա։ Ու ոչ մի աշխատանքի ձգվել ընտանիքի բարեկեցություն կամ բան, եթե դու տեսնում ես հայրենիքի հետ կապված որևէ խնդիր կա, ու դու տեսնում ես, չի որ
առերևույթն չի որ դες թաքնված, դա կարող է ինչ-որ ասես, բայց կարող է sense ու դու չես ձայնանում, նշանակում է դու առնվազն հանցակից ես այդ գործողությանը, եթե դու բարձ ասեմ եթե դու տեսնում ես փողոցում մարդասպանությունը տեղի ունենում ու ոչ մի քիչ դու եթե քեզնից կախված է ուղղակի հաղորդագրություն տալ որ հանցագործության մասին ու դու դա չես անում նշանակում է դու հավասարազոր հանցագործ ես ու կապ չունի եթե տեսնում ես որ հանիրավի մեկին դատապարտում են ու դու ձայն չես անում կամ հանիրավի մեկի հանդեպ մի հատ բան են քայլեն անում ու դու հանցակից ես այսինքն դու չկաս որպես մարդ այդ բանով ու վերադառնալով դրան երեք չգիտեմ ես չգիտեի որ այս թեման դու ես ասել ես որ այս թեման խոսենք երեք պատահականորեն մի հատ ստատուս գրեցի որ եթե վերցնենք նույն Հիսուսի համար եթե մարդը չլիներ բարձրագույն արժեք ինքը ինչի համար պետք է գնար զոհության ինքը նույն ձևի նախ եւ առաջ մենք նույն Հիսուսին մեր ընտանիքին մենք բոլորին պետք է ապացուցենք որ մենք մարդ ենք որ եթե մենք չենք ապացուցում որ մենք մարդ ենք դրա համար այդ Հիսուսի զոհություններն են դրիվ զրոյականում ու եթե մարդը վախենում է հանուն ինչ ասեմ ճշմարտության հանուն իր ընկերոջ հանուն հայրենիքի գաղափարի որևէ զոհության գնա ինքը դառնում է սովորական ինչ-որ մարդ ինչ ամենացավալին դրա տակը դրել բացառապես մեր աշխատանքից կամ մնացած կամ ինչ-որ մի հատ վախ այսինքն դու կշերտ երկու նժան միտեղ դնում ես քո աշխատանք կորցնելու վախը իր բոնուսներով մյուս կողմից այն ինչ մենք թվարկում ենք հա ու իրականում իմ կարծիքով այս մարդիկ առաջին հերթին իրենք իրանց են խափում իրենք իրանց են համոզում որ դա քեզ ասեմ եթե ավելի խորքային նայենք այն հասարակություններն են ուժեղ այն երկրներն են ուժեղ որտեղ այդ ինքնազոհության գնացող մարդկանց քանակը ավելի բարձր է Ունեն ձևի որովհետև արտաքին բանի ժամանակ որ ոչ է սանում այն հասարակությունները որ մահապարտների գումարտակ ստեղծվի կամ գնան ֆրոնտ կռվելու այն հասարակության հավանական որ այդ մարդիկ ես եթե մարդը ինքը իր աշխատավարձը չի կարող զոհաբերի ոնց է կյանքը զոհաբերել ու եթե մենք այսօր փորձում ենք Հայաստանում բան այսինքն տարբեր տեղերից ուղություններով այսինքն դավաճանությունը քարոզում է որ այսինքն որպես նորմալ երևույթ արդեն դու արտաքին աշխարհի արտաքին մարտահրավերների դիմաց դու անզոր ես որովհետև որևէ մեկի ամեն մեկի իր արտարացումը կարող գտնի ցանկացածը ու ցանկացած բառով կարող գտնի լավ ես արի որ շատ համաձայնանք վերջին հարցը տամ շուտով ավելի պատասխան պահանջի պետք իշխանությունը կամ այն մարդիկ ովքեր այդ արտաքին ուժերը դրթում են դավաճանության այն դավաճանության որի մասին մենք խոսում ենք բավական լավ տեղեկատվական բան են հիմք են ստեղծում դրա համար ոնց խոսացինք որ դա դավաճանություն չի դա պես է այն այսինքն տալիս են այն հիմնավորումները որով մարդը առաջին հերթին ինքը իրան հետո արդեն իր շրջապատին կարա համոզի թե ինքը ինչի այդ քայլին գնում կամ ինչու հանցավոր անգործություն այսպես սպառնում հիմա հարց Ինչ պետք է փոխվի, ինչ պետք է այդ դրան հակադրվի։ Ընդհանրապես բացառապես այս խոսքը, որ ի վերջո դա դավաճանություն է, փաստագրական, որտեղ հանուն արդարության մեր այսօրվա հանդիպությունը դրանով է ստացված։ Իրանք ընդհանրապես փորձում են ապացուցել, որ լռելը պայմանական կամ ակտիվ քայլեր չձեռնարկելը կամ ընտրություններին չգնալը սխալ է որովհետև։ Բայց արդյոք դա բավարար, որովհետև հակառակ կողմն է նույն պայքարը տանում, նույն տեղեկատվական դաշտում, նույն պայքարը Даже երևի թե ավելի մեծ ռեսուրսներով ու ավելի պրոֆեսիոնալ կերպով դա իրականացվում է։ Արդյոք մենակ այդ խոսքը մենակ ապացուցելը բավարար է։ Այսինքն դու առաջարկում որ պետքա մարդուց տիպի տեղից վեր գնի։ Չէ, դա նաև մարդիկ կային, որ ինքնազոհության են գնացել տարբեր եւ Ղարաբաղյան եւ այս վերջին պատերազմին եւ ամեն ինչ թողել են իրանց բարեկեցությունը գնացել են ինքնազոհության, իրենք իրանց ազնական օրինակով Այսինքն ցավոք սրտի պետք է արձանագրենք որ լավագույն է բայց ինքնազոհությունը չի աշխատում փաստը այսինքն այնքան է հասարակությունը ինչ ասեմ դեգրադացվել որ ինքը նույնիսկ ինքնազոհությունը չի աշխատում նույնիսկ ինքնազոհությունը որ մարդը ինքնազոհության այսինքն Մոնտեի պես կերպար ինքը թողում է գալիս է ինքը սկսում է պայքարի մեջ զոհվում է ու ինքը որևէ նույն Ռուբեն Վարդյանի պես կերպարը ինքը հասարակության մեջ որևէ բան չի առաջացնում, որևէ կայծ չի առաջացնում։ Նշանակում է այնքան է հիվանդ
այնքան բարոյական նորմեր այնքան են իսկ դրա համար հիմա վստահ եմ հետը չես համաձայնվի ինձ թվում է հանուն մեր պետականության մենք պետք է փորձենք իշխանություններին ներգրավենք այս բանը իրանց էլ համոզենք որ ժողովուրդ ջան եթե մարդուն սովորացնում ես ենթադրենք համատելով ենթադրենք էժան բենզինը ավելի լավ է քան թե ինչ որ հրաժարվել է քո արժեքների համար այսինքն ցեղասպանությունից բանից կամ ինչ որ բանից այդ հաջորդ քայլով կարող է այդ քո սովորացրած հասարակությունը օգտագործվի ուղիղ դուրս գան քո հասարակության վրա ու ուղիղ այդ մարդկանց կաշառեն եթե ստեղծեն սպառողների հասարակական բոլոր երկրների կողմից ցանկացած ուժի կողմից եթե որևէ արժեքային համակարգ չկա այդ առանց արժեքային համակարգի հասարակությունը ինքը ցանկացածի կողմից ինքը արդեն մատերիալ է որը ոնց ուզի կարող է օգտագործել այսինքն հետո դուրս է գալու նույն իշխանությունների այսինքն իմ առաջարկն է որ իշխանությունների հետ փորձենք խոսել եւ նաև իշխանությունների մեջ ինչ որ մարդիկ գտնվեն, որոնք որ իրանք են հասկանում, որ չի կարելի այդ սպառողների այսին չի կարելի ազգը մենակ այդ շոուներով, սալյուտներով ու բաներով պահես ազգին ու էժան բենզինով ու էժան հացահատիկով ինչ որ այլ բան է պետք է բնականաբար իսկ ոչ համաձայն եմ գաղափարը լավն է, բայց ոչ մեր իրականության մեջ, որովհետև ստեղ կա երկու շատ կարևոր նյուանս։ Նախ առաջինը ինչ որ համոզմամբ իշխանությունները չեն մտածում այդքան երկար հեռանկարով, այստեղ ինչ դու ասում ես, որ այդ սպառողական հասարակակը ձեր դեմ կարող օգտագործվի, պայմանական 5-10 շատ ավելի կարճ, որովհետև արդեն եթե այդ հասարակությանը դու որևէ լծակ եթե հիմա վաղը հայտարարություն, պայմանական ասած, եթե 20 թվին հայտարարություն արվեց կամավորագրվելու, եթե գնացել է պայմանական եմ ասում 10-ից 20,000 հոգի, հիմա վստահ եղի, որ անհամատես իջել այսինքն ինձ էի այդ կոչին, որովհետև մարդուն սովորեցրել են, որ արա ժողովուրդ ջան, լավ կյանք կա, որովհետև այն մարդիկ, ովքեր նահատակվեցին այդ մարդկանց անիմաստ զոհ, թիրախավորվեցին, այսինքն գլոբալ առումով դավաճանություն, որ ասում եք, մենք դավաճանել ենք որպես հասարակություն այն մարդկանց ամբողջ Ղարաբաղյան շարժում մենք այն գաղափարը որի 30 տարվա մեր պատմությունը դավաճանից ամենամեծ վատ բանը որ կարող է լինել մեր հետ 30 տարի 10,000-ից ավել զոհերին ինքը հա բանը շատ ծանր է բայց ընդհանուրապես 30 տարվա այդ պայքարի այդ գաղափարը այդ ամեն ինչը որ այդ ամենամեծ դավաճանությունը որ կարող է լինել։ Դե միջոցից դա գցվում է, չէ՞ դա կատվական, դա որ գուցե ի սկզբանե դա սխալ է, գուցե այսինքն հենց այդ դավաճանությունը, հենց այդ այսինքն այդ դա շղաճն է, իսկ փաթեթավորումն է, դավաճանության փաթեթն է։ Ինձ թվում է որ սրանով մի հատ ավելի դրական բան, բայց ինձ թվում է որ ազգը Չէ՞ դավաճանության թեման դրականով չի վերջանալ։ Դե դրականով չի կարող վերջանալ, բայց ես նաև մեր ազգի արգանդը սեփորեն բերում կարող ինքը չի չորացել ինձ թվում է որ դեռ կան մարդիկ որոնք որ հասկանում են ու իրանց համար դավաճանությունը դա նորմ չի իրանց համար ու կան մարդիկ որոնք որ պայքարում են Ես վստահ եմ որ գաղափարական մարդիկ շատ են ուղղակի խնդիրը որն է այդ մարդիկ համակարգված չեն աշխատում այդ մարդիկ սինխրոնիզացված չեն աշխատում այսինքն ամեն մեկը իր ֆրոնտն է պահում իր մեծ հաշվով մենք էլ Մեծ հաշվով մենք էլ հա բայց մենք ինչ որ մեծ համակարգի գաղափարական համակարգի մենք ավելի լավ չլինի ուղղակի այդ մարդկանց ձեռքով չբարևեի այն մարդիկ ովքեր որ հայրենիքը դավաճանել են կամ ստորություն են արել թե մենք էլ գեղարվեստական ինչ որ բան տայինք այս տեքստին մենք արդյոք մեղավոր չենք որ մենք էլ ենք ուզում գեղարվեստականացնենք որոշակի արդարացումներ գտնենք այդ մարդկանց համար։ Ինձ թվում է դրական կետերը որ համախմբման կոչենք մենք գաղափարական այրերի համախմբման որ պետքա բան լինի, որոշակի բան լինի։ Ինձ թվում է հասարակության մեջ որոշակի կարմիր գծեր պետքա լինի, որ բոլորով կապ չունի ինչ ես, ինչ գաղափար դա անցնելը արդեն դառնա անընդունելի։ Որևէ մեծ հաշվով դա եղել է։ Որոնք ասեն որ դա եղել է։ Եղել է։ Բայց հիմա հերթով աստիճանաբար այդ օվերտոնի պատուհանի է, այսինքն հերթով բացում է, կարմիր գծերը կամ լրիվ հասել ենք այն աշճանի հարցերն մինչև ուր։
Վերջինը կարմիր գիծը որ վերջը որ ասում է որ մենք հասել ենք արդեն հատակին ներքևից ինչ-որ մեկը ձեռքով բարևից տուկ արեց նենց շնորհակալ ենք այսօրվա համար որովհետև շատ ծանր թեմա էր ու լիքը մենք մեր մեջով անցկացրեցինք այս թեման բայց ինձ թվում է մենք էլի հետ կվերադառնանք, բայց ավելի դրական է։ Ես օրինակ լայվ ֆորմատի կողմնակիցը գիտես ինչու՞։ Որովհետև այստեղ խոսացածի մոտ 60%-ը չէր քննարկվել։ Մենք 90%-ը չէր քննարկվել։ Լավ, հա, այլ է։ Ու նաև կարելի է հաջորդ անգամ հույս ունենք, որ հերոսությունը նաև ինքնազոհությունը ինչ կարող է լինի գերականության մեջ որ փոխի, այսինքն մարդու քայլը, մի քայլ ինչ կարող կրակը որ պետք է կայծը որ կարող է մենք փորձենք դա գտնենք գերականում այդ կայծի մասին սկսենք խոսել Մերսիրով մերսի շատ ապրեք ձեզ բարի շաբաթ